Այդ ճակատագրական դիպասների պակաս հետագայում ունեցաք կյանքում։ Ես կուզեի մի շատ հետաքրքիր դեպքի մասին էլ խոսել, սրա մասին եւս առաջին անգամ եմ պատմում։ Բոլորիս մոտ լինում են փուլեր, երբ հոգնում ես, երբ գալիս ես մի հարցի առջև, արդյոք սա քոնն է, թե քոնը չէ, գուցե դու այլ մասնագիտության պետք է շարունակիր։ Ինձ մոտ ինչպես զարմանալի չէ, մի օր եկավ այդ օրը, անցյալ տարի էր, եթե չեմ սխալվում։ Եվ կյանքում առաջին անգամ ես դուրս եմ եկել մեր տան բակ եւ ուղղակի երևի գերհոգնած վիճակ էր ինձ մոտ, ուղղակի երկինք եմ նայել եւ ասել եմ Աստված, ես հնարավոր է որ այս մասնագիտությունը իմը չէ։ Ես հոգնել եմ։ Ես հոգնել եմ մարդկանցից, ես հոգնել եմ ամեն ինչից։ Խնդրում եմ, ինձ հուշի, եթե սա իմը չէ, ես մտածեմ ինչ անեմ։ Այսպես ասած հաղորդակցվեցի Աստծո հետ եւ նորից գնացի շարունակեցի, գնացի Շենգավիթ դատարան դատական նիստի։ Գնացի դատական նիստի, հետո դուրս եմ եկել քրեական գործովերի դեպ, դատախազը կին էր, բավականին շատ ինձ հարգելի դատախազ։ Իր հետ զրուցելով դուրս են գալիս դահլիճից եւ դեպի մուտք ենք մոտենում, մուտքի դուռ, ու այնտեղ մայր ու աղջիկ ընդհատեցին մեր խոսակցությունը, Տիկին Թորոսյան, նայում չեմ ճանաչում, ասում եմ կներեք, դատախազն է ասում է ովքեր են, ասում չեմ ճանաչում։ Բա խնդրում եմ չգնաք սպասեք, ասում եմ շատ բարի, կսպասեմ։ Ու այդ կինն էլ իրեն վատ զգում, դատախազն ասում է տեսեք ինչ են ասում, որովհետև արդեն խանգարում են մեզ։ Ինչևէ, ճանապարհեցի, հետ վերադարձա, ասում է դուք Անի Թորոսյանն եք, չի ասում այո։ Ասում է դուք ինձ ժամանակի ինձ շատ եք օգնել, ինչ չեք հիշում։ Տարիները անցել են, փոխվել է, ասում կներեք չեմ հիշում։ Ասում է ու նկարագրում է թե որ գրասենյակում է ինձ մոտեցել, ինչ հարցով է մոտեցել, ասում եմ ոնց որ թե հիշեցի, ասում է ես այն ժամանակ գումար չունեի, դուք ինձ ուղակի հայցը գրեցիք, տվեցիք, հետո ուղղորդեցիք, այսինքն ընթացքում նիստից նիստ ես գալիս եմ ձեզ մոտ, դուք ինձ ուղղությունը տալիս եք, ես գնում եմ շարունակում եմ այդպես ու իմ հարցը լուծվեց։ Դուք ասում եք այդպես էլ չհիշեցիք, ասում եմ կներեք ոչ, իսկապես չհիշեցի։ Ու աղջիկը ինչ է ասում է էլի հուզվեցի։ Ասում է Տիկին Թորոսյան, ուրեմն ես երբ որ դուրս եի գալիս, ինչու եմ նախ եկել Շենգավիթ դատարան, ինչու էի ձեզ այստեղ փնտրում։ Որովհետև երբ որ ձեր գրասենյակը ժամանակին Շենգավիթ վարչական շրջանում էր, ենթադրեցի, որ դատարանի աշխատակիցները կուղղորդեն եւ ձեր կոնտակտները կտան։ Ու ասում է եկել եմ այստեղ, գրասենյակում հարցրել եմ ով ունի Տիկին Թորոսյանի հեռախոսահամարը, ու դուք հայտնվում եք իմ առաջ։ Հիմա ու ասում է, աղջիկն ասում է, գիտեք, ես առավոտ Աստվածաշունչ եմ կարդացել, որ ձեզ գտնեմ։ Գիտակ ձեր հարցի պատասխանը կա ավելի մեծ վարձատրություն, քան սա էր։ Հավանաբար չէ։ Ես հենց ու ես իրեն ասացի, կնոջը ասացի, դու որ Աստվածաշունչ ես կարդացել, որ ինձ գտնես, եթե դու իմանայիր, թե ես մի քանի ժամ առաջ ինչ էի Աստծուն խնդրում։ Ու այդպես դա ինձ համար շատ խորհրդանշական դեպք էր իրականում եւ դրանից հետո ասացի Անի դու այլևս իրավունք չունես նույնիսկ կասկածել որ սա քո մասնագիտությունը չէ։ Այո, ի վերջո յուրաքանչյուրս մեր անելիքն ունենք այս երկրի վրա։ Տիկին Թորոսյան ասում են լավ իրավաբանը կստիպի ձեզ հավատալ անգամ որ մարդն է կծել շանը եւ ոչ հակառակը։ Այ ինչքանով եք այս հատկապես կանանցի որովհետև ես մտածում եմ, որ ամեն դեպքում կին լինելը, ինչպես ամենուր, այստեղ եւս իր առավելությունն ունի։ Ինչքանով է այս հանգամանքը օգնում